Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին և կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր գրառում է արել, նշելով, որ հեծի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Ովքեր հեծ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ Ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, խնդիր չեն ունենա։ Իսկ ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հուլիսին կվերականգնվեն և բաց թողնված աշխատավարձը կվճարվի։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի արձագանքը չի ուշացել։ Խորհուրդը հայտարարել է, որ հեծի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, այդ ընթացքում էլ կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Իսկ հեծի ազգայնացման նախագիծն ընդունվեց միայն ԿՊԱ-ականների ձայներով, ընդդիմադիրները նաև իշխող ուժից հեռացածները դեմ քվեարկեցին այս փոփոխությանը։ Նրանք մտահոգություն ունեն, որ հեծի կառավարումը պետությանը հանձնելուց հետո սպասարկման որակը կվատանա, հոսանքն էլ կթանկանա։ Ըստ թվերի, օրինակ գիտեք հեծը ինչքան ներդրում արել ենթակառուցվածքների մեջ։ Ըստ թվերի ինչքան, ասեք։ Կարգավորող հանձնաժողովի 90%-ով իր ներդրումները։ Այո, եւ ինչքան ա եղել այդ ներդրումները։ Մի քանի 100 միլիոն դոլարի իբր ներդրում ա կատարվել։ Սիրելի քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվել ա, թե չի փոխվել։ Թե այն սովետի վաղտվա դրած փայտից այն արդեն ճաքեր տված սյուներն են։ Ձեր գյուղում կամ ձեր քաղաքում առհասարակ, բացի այն շոչիկների, կներեք արտահայտությանս համար, շոչիկ բառի, շոչիկների այն երկաթյա տուփերից, ինչ որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում դուք տեսել եք, թե չեք տեսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես ձեզ շոչիկների տեղը չէ։ Այդ 600 միլիոն դոլարը, որպես այդպեսին, դրա մեծ մասը ներկայացվում է, որ արվել է, դա եղել է այդ շոչիկների։ Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա։ Եթե հեծը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք խնդիրներ եւ թանկացումների իմաստով, եւ հոսանքի մատակարարման իմաստով, եւ բոլոր իմաստներով մենք խնդիրներ ենք ունենալու, նաեւ խնդիրներ ենք ունենալու այլ իմաստներով, միջազգային ասպես կոչված ինստիտուտներ, բաներ պիտի պաշտպանեն, ես կարծում եմ սեփականության իրավունքը Այն օրենքները, որոնք այսօր մենք ունենք առանց այս նախագիծը, որ քվեարկվեց այսօր առաջին թերթում, այն օրենքները, որ մենք ունենք օրենսդրությունը, լրիվ բավարար է ցանկացած բնական մենաշնորհի հետ կապված աշխատանքները տանել այնպես, որ լինի մաքսիմալ ընդունելի հասարակության համար եւ պետության համար։ 3 տարի է իրանք պոլիէթիլենային տոպրակների դեմ են պայքարում։ Ու այդ տղաներն ու աղջիկները պատրաստվում են հեծ աշխատացնել։ Հա, դե շատ երկար կարելի է խոսել, գազալացակայան, բան, մի խոսքով։ Այս մարդկանց խումբը, տոպրակի դեմ պայքար տվողների խումբը հեծ է ուզում կառավարի։ Թե ինչ անելու, կարծում եմ մեր քաղաքացիները լավ պատկերացնում են։ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում, խուզարկությունը սկսվել է Սամվել Կարապետյանի, փաստաբան Արամ Վարդևանյանի ասուլիսին զուգահեռ։ Վարդևանյանն ասել է, որ քաղաքական այս հետապնդումն ու հաշվեհարդարն աննախադեպ են։ Աննախադեպ է նաև փաստը, որ Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ գլխավոր դատախազը։ Ամբողջ այս քրեական ճակերտներում հետապնդումը, ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Մասնագիտական հանրությունն իսկապես կարծում եմ դա եւս շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հանդիպի, այլ հենց հաղորդում ներկայացնի։ Այս գործը մի առանձնահատկություն ունի։ Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, քանի որ այստեղ մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։ Այսինքն քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։
Լրագրողների հետ զրույցում պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն ասել է, թե ինչու Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում վեհափառ Հայրապետի հետ։ Իսկ ինչու Սերժ Սարգսյանը չի այցելում կամ չի հանդիպում կաթողիկոսի հետ աջակցությունները, ինչպես Նախագահ Սարգսյանը եւ վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ են։ Նախագահ Սարգսյանի եւ վեհափառ Հայրապետի շփումները որևէ արտառոց բան իրենց մեջ չեն պարունակում, ներողություն եմ խնդրում, ավարտեմ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք, դրանք կրում են պարբերական բնույթ։ Իրանից թմրանյութերի տարանցման գործով Բաքվում ձերբակալված Ռուսաստանի 8 քաղաքացիները կալանավորվել են։ Դատարանում արված լուսանկարներից ու տեսանյութերից երևում է, որ նրանք դաժան ծեծի եւ ցուցադրական ստորացման են ենթարկվել։ Օստորոժնա Նովոստի թելեգրամյան ալիքը գրում է, որ նրանք ՏՏ ոլորտի մասնագետներ եւ գործարարներ են։ Ծեծվածներից մեկը 40-ամյա գործարար Անտոն Դրաչևն է, Ռուսաստանում նա հայտնի է որպես Էրո առցանց քիմմաքրման ընկերության համահիմնադիր։ Իսկ Եկատերինբուրգում ձերբակալված Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկուն ազատ են արձակել։ Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են անվտանգության ուժերը կոտրում նրա մեքենայի ապակիները եւ տղամարդուն ու որդուն հանում մեքենայից։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով Ռուսաստան-Ադրբեջան եւ Իրան-Ադրբեջան լարվածության համար բազմաթիվ պատճառներ կան, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում գրանցված հաջողություններից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել եւ կտրուկ մեծացրել է իր տարածաշրջանային ամբիցիաները։ Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է ոչ միանշանակ։ Հայաստանում մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպանել իր երեխային, դեպքը տեղի ունեցել ամիսներ առաջ, կինը փակվել է զուգարանում եւ առանց բուժօգնության ծննդաբերելուց հետո երեխային նետել զուգարանակոնքի մեջ։ Կնոջ մայրը շտապօգնություն է կանչել, բժշկուհին հանել է երեխային եւ անհապաղ ցուցաբերել առաջին բուժօգնություն, որից հետո տեղափոխել բժշկական կենտրոն։ Նորածինը փրկվել է։ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աբովյան ջրաբերջ ճանապարհին, BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը։ Ավտոմեքենայից դուրս դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 3 քաղաքացու դիմք։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց կալանավորումից առաջ մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը, ասելով, որ հոգևոր գործը վեր է դասում ամեն ինչից։ Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, բայց լավատեղյակներն ասում են, որ իզուր հաջորդ թիրախն ինքն է լինելու։ Մեր տեղեկություններով Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում եւ աշխատանք է տանում, որ վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ Սոլիդացիա կա 36 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։ Աջապահյանը ի դեպ նախկին հարցազրույցներում չի բացառել իր թեկնածության առաջադրումը, ասելով, որ եթե վեհափառն օրհնի, ինչու ոչ, թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում վեհափառի հետ, չեն բացահայտում։ Հրապարակում նաև կարդում ենք չնայած հեծի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քասթինգ է հայտարարել հեծի պետական կառավարչի տեղի համար։ Նա երկրի կառավարումը թողած հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ։ Կադրերի դեֆիցիտ կա, հավակնորդների թվում է նաև Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Փաշինյանը չի ցանկանում դրսից մարդ նշանակել, որ Էլցանցերի մոտ 7000 աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք. աշխատել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ում որպես տեղամասի պետ, 6 ՓԲ-ում որպես մասնաճյուղի տնօրեն։
Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ԱԺՔ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը ծանոթանալու համար։ Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ԿՊԱ-ականներին հերթով մերժում է, չտրամադրելով այն։ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը ներկայացնի, այսինքն որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը։ Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետևող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում պայթյունին հաջորդել է խոշոր հրդեհ։ Թուրքիայում էլ տղամարդը 12 հեկտար անտառ է ոչնչացրել, փորձելով այրել տիզը։ Նա վառել է տիզով բարձն ու նետել այգու ուղղությամբ, ինչն էլ խոշոր հրդեհի պատճառ է դարձել։ Երկրում արդեն 31 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների մասնակցելու կասկածանքով։ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի սկզբից երկրում 1516 անտառային հրդեհ է գրանցվել։ Թրամփը Ֆլորիդայում ծանոթացել է ալիգատոր Ալկատրասի պայմաններին։ Արտաքսվող միգրանտների նախնական պահման կենտրոնը կառուցվել է մեկ շաբաթում, այնտեղ կարող են տեղափոխվել մինչև 3000 ապօրինի ներգաղթյալ։ Թրամփը չի բացառում, որ նմանատիպ կենտրոններ կարող են հայտնվել նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում։ Թրամփը Մասկին կարող է արտաքսել նահանգներից։ Ամերիկայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել այդ հարցը։ Հնդկաստանի հյուսիսում հորդառատ անձրևներ են, սողանքի հետևանքով 51 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տուժել է։ Մեզ մոտ հուլիսի 3-ից 5-ին գիշերը եւ երեկոյան կարճատև անձրև կգա, հնարավոր է նաև ամպրոպ։ Ջերմաստիճանը կնվազի մինչև 8-ից։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։